Ես ուզում եմ խոսել մի շարք էական նշանակություն ունեցող նախագծերից, առաջին հերթին ծանոթությունների հետ կապված օրենսդրական փաթեթի մասին ուզում եմ խոսել, դա էլեկտրոնային կամ հրապարակային եղանակով ծանոթությունների ապահովման կառուցակարգերի նախատեսող նախագիծն է, որն այլևս նախագիծ չէ, այլ օրենսդրական ընդունված փաթեթ, այսինքն նախորդ տարվա ընթացքում ազգային ժողովի կողմից ընդունվել է համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը, ինչ է սահմանում այդ նախագծերի փաթեթը, սահմանում է քաղաքացիների եւ անձանց, ոչ միայն քաղաքացիների, այլ նաեւ իրավաբանական անձանց պատշաճ ծանոթման կառուցակարգը, ըստ որի քաղաքացիները եւ իրավաբանական անձին հնարավորություն են ունենալու ծանոթվել էլեկտրոնային հարթակների միջոցով, եթե եւ խոսքը կարող եմ արդեն նշել, որ հարթակի մասին է, հարթակ.am կայքի մասին է։ Այնտեղ անձնական տվյալների դաշտում լինելու է ծանոթությունների տեղադրման հնարավորություն եւ քաղաքացիները հնարավորություն են ունենալու իրենց վերաբերելի ծանոթություններին ծանոթանալ այդ հարթակի միջոցով։ Իհարկե, մեկ տվյալ մեկ անգամ սկզբունքը գործելու է, այսինքն քաղաքացիները, եթե ցանկանան ծանոթվել իրենց անձնական էլեկտրոնային հասցեի միջոցով, կարող են հարթակում զետեղել իրենց էլեկտրոնային հասցեն եւ ծանոթվել իրենց սեփական էլեկտրոնային հասցեին։ Կառուցակարգը հետևյալն է, եթե քաղաքացին չի ծանոթանում այդ ծանոթման բովանդակությանը, ապա հիբրիդային տարբերակով, փոստային առաքանի միջոցով տվյալ ծանոթությունը ուղարկվում է քաղաքացու հաշվառման հասցեով։ Եթե քաղաքացին կրկին չի ստանում փաստաթղթային արդեն ծանոթումը, ապա տվյալ ծանոթումը տեղադրվում է ազդարար.am կայքում, դառնալով հրապարակային ծանոթում եւ այսպիսով ծանոթումը դառնում է պատշաճ, իսկ ծանոթվողը դառնում է պատշաճ ծանոթված։ Այս օրենսդրական փաթեթով մենք մի շարք հարցեր ենք լուծում, մի կողմից հեշտացնում ենք ծանոթվողների եւ ծանոթվողների կյանքը, այսինքն պարտադիր հայ-փոստ այցելելու այդ խնդիրը լուծվում է եւ մյուս կողմից հեշտացնում ենք մի շարք process-ներ, այդ թվում դատավարական process-ներ, որովհետեւ նկատած կլինեք, որ դատական մի շարք նիստեր հետաձգվում են քաղաքացիների պատշաճ ծանոթված չլինելու պատճառով կամ հետագայում են կրկին պատշաճ ծանոթված չլինելու հանգամանքով պայմանավորված։ Հաջորդ մեգա նախագիծը, որը այս պահին քննարկվում է ազգային ժողովում եւ առաջին ընթերցումն արդեն իսկ անցել է, գերակա շահի ճանաչում սեփականության իրավունքի սահմանափակմանը վերաբերող օրենսդրական փաթեթն է։ Մենք բավականին երկար այս նախագիծը քննարկել ենք եւ նախագծով լուծվում են այն կարևոր հարցերը, որոնք առաջանում էին այս գործողությունների շղթայի ընթացքում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն դատական գործերը, որոնք այսօր կան, վերաբերում են հիմնականում փոխհատուցման չափի հետ կապված վեճերին։ Այսինքն քաղաքացիները չեն համաձայնում հատուցման այն չափին, որը որոշվում է փորձագետների կողմից եւ տրամադրվում այն իրավաբանական օպերատորների կողմից, որոնք ճանաչվում են որպես օպերատոր եւ մենք որոշեցինք, որպեսզի քաղաքացիներն ունենան մասնակցություն շուկայական արժեքի չափի որոշմանը, այսինքն ունենան ընտրելու հնարավորություն, թե որ գնահատողի կողմից պետք է այդ գնահատումը իրականացվի, ինչպես նաև ներկա կարգավորմամբ նախատեսվում է, որ քաղաքացիներին տրամադրվում է շուկայական արժեք գումարած դրա 15%-ը, մենք հիմա նախատեսել ենք, որ եւս 15% կփոխանցվի քաղաքացիներին, այսինքն շուկայական արժեք գումարած 30%, եթե քաղաքացիները առանց դատական վեճերի ցանկանան փոխանցել իրենց սեփականության իրավունքը, եւ քանի որ հիմնական խնդիրն այն է, որ այդ վեճերը տևում են երկար եւ սեփականության իրավունքի փոխանցումն այս պահին կապվում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հետ, մենք այդ փուլը տեղափոխել ենք ավելի վաղ փուլ եւ անհամաձայնության դեպքում շուկայական արժեքի վերաբերյալ համապատասխան գումարը փոխանցվում է դեպոզիտ հաշվին, որը ցանկացած պահին կարող է տնօրինել քաղաքացին եւ սեփականության իրավունքի փոխանցումը հնարավոր է դառնում այդ պահից, ինչը քաղաքացուն չի զրկում փոխհատուցման չափը վիճարկելու հնարավորությունից։ Այսինքն դատական process-ը կրկին կարող է տեղի ունենալ, բայց սեփականության իրավունքի փոխանցման պահը տեղափոխվել է ավելի վաղ փուլ։ Եվ նաև մշակել են քաղաքացիների իրավունքների պաշտպանության լրացուցիչ կառուցակարգեր եւ նաև փոխհատուցման չափի որոշման հստակ չափանիշներ,
օրինակ, եթե բիզնեսի տարածք է վերցվում, ապա 1 տարվա բաստոնված օգուտ, վնասների հատուցում եւ այլն, դրանք պետք է հաշվարկվեն շուկայական արժեքի մեջ, եթե միակ բնակարանն է վերցվում, ապա հաշվարկման մեխանիզմը այլ է, մի խոսքով շատ ավելի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը միտված փաթեթի մասին է խոսքը եւ սա արվում է նրա համար, որպեսզի մենք հետագայում խուսափենք այն խնդիրներից, որոնք նախկինում առաջացել են, խոսքը մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախկինում արձանագրված խախտումների մասին է, նշեմ նաև, որ այս փաթեթը անցել է Վենետիկի հանձնաժողովի ֆիլտրով եւ արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։